առաջինը ասացի, հա, որ ինչից են դժգոհում հիմնականում զարգացող երկրները, որ արդար չի։ Երկրորդ թեզը, որը շատ հաճախ հնչում է, դա այնա, որ մենք ընկնում ենք կախվածության մեջ։ Զարգացած երկրից։ Եթե մենք դադարեցնում ենք արտադրել մեզ անհրաժեշտ ֆրանկատեսակը եւ կենտրոնանում ենք, մասնագիտանում ենք ինչ-որ մի արտադրանքի վրա, ապա հայտնվում են ռիսկեր, որ վաղ մյուս օրը կարող է այս երկիրը, հա, ով որ մեզից գնում է դա, չառնի, հա, այսինքն մենք ընկնում ենք պայմանական զարգացած երկրից կախվածության մեջ։ Մոդելին անցնելը իր մեջ ենթադրում է, որ մենք որոշ փոփոխություններ ենք անում, ենթակառուցվածքային փոփոխություններ են։ Այն որ մեր մոտ սիրում են, չէ, խոսել։ Ենթակառուցվածքների մեջ պետք է ներդնենք, կառուցվածքը տնտեսությանը պետք է փոխենք եւ այլն եւ այլն։ Ну հիմնականում իրանք թարս են ասում, այսինքն որպեսզի մենք այս երկրից դառնանք այս, ասում են տնտեսական աճը կա, հնարի աճը, հա, բայց կառուցվածքը մեզ չի գոհացնում։ Ինչու՞, որովհետեւ մեր մոտ հիմնականում ինչից է մեր տնտեսական աճը։ Հիմնականում դա ապահովում է շինարարությունը եւ այլն, պղնձի վաճառքը եւ այլն, բայց որը մենք բոլորս էլ հասկանում ենք, հա, որ երկարաժամկետ չի։ Պլյուս փուչիկներ է շուտ ստեղծում, եւ շատ վատ վերջանում, ոնց որ դա վերջացավ 2008-2009 թվականին։ Մենք պետք է կառուցվածքը փոխենք։ Այսինքն այդ մարդիկ, հա, հեսա ես կանրադառնամ։ Ինչ է նշանակում մենք արտահանում ենք հումք եւ ներմուծում ենք մնացած ամեն ինչ։ Եթե դրանից առաջ, երբ որ մեր մոտ տնտեսական տարածքը քիչ թե շատ համամասնորեն էր բաժանված, հա, օրինակ, եթե հիշես սովետական միությունում, ամեն ինչ չէր կենտրոնացած Մոսկվայում կամ Երևանում եւ այլն, հա, քիչ թե շատ, հա, օրինակ վերցրես Հայաստանը, հա, Վանաձորում գործարաններ կային, Գորիսում, Գավառում, քիչ որ կենտրոնացում կար, բնականաբար մայրաքաղաքում, բայց որոշ չափի, հա, արտադրությունները եւ տնտեսական կյանքը ինքը բաժանված էր սաղ տարածքով։ Երբ որ դու անցնում ես փոխազդեցության գային մոդելին, ապա քո մոտ արդեն իմաստ չունի այս ամեն ինչը։ Քեզ պետք է շատ արագ, շատ էժան հումքը հասցնել, նավահանգիստ կամ որտեղ ես հասցնում, մաքսատուն բերես շուտ ճանապարհներով հասցնես ինչ-որ մի կետ, որտեղից ինքը հասնի արդեն իր սպառողին։ Ու հակառակը, հա, երբ որ դու դրա դիմաց ներմուծում ես այն պարագաները, որոնցից հրաժարվել ես, հա, դա էլ շուտ հասցնես ճանապարհներով, սա շուտ հասցնես սպառողին։ Դրա համար դու ստանում ես այն տնտեսական այն կառուցվածքը, որը մենք այսօր ունենք, չէ՞, մենք ունենք զուտ այս կառուցվածքը։ Ամեն ինչ մեր մոտ սարքվում է, ստեղծվում է, կառուցվում է այնպես, որպեսզի հարմար լինի, հա, այս մոդելը մեր վրա շատ էժան լինի։ Ամեն ինչ կենտրոնացած է Երևանում, ինչու, որտեղ սպառողը Երևանում վերջ։ Դրա համար ամեն ինչ ճանապարհները, շենքերը եւ այլն, կաֆեները եւ այլն կառուցվում է, հա, գնացք։ Մարզել չէ, էլի, անգամ Երևանի արվարձաններում արդեն դա երևում է։ Ճիշտ է, գնաց մի հատ Էրեբունի կամ չգիտեմ, Չարբախ, արդեն այն շարժը չի, ինչը որ, հա, օրինակ կենտրոնում եւ այլն եւ այլն։ Մարդիկ, հա, որոնք խոսում են տնտեսական աճի կառուցվածքի մասին, իրանք առհասարակ ինչի մասին են խոսում։ Իրանք ասում են, որ մենք պետք է վերադառնանք այս իրավիճակին։ Ասում են մեզ ձեռ չի տալի, հա, որ մեր մոտ տնտեսական աճը կախված է ինչ-որ պղնձից, մենք պետք է տնտեսությունը զարգացնենք, այսինքն արտադրություններ դնենք եւ այլն եւ այլն։ Այսինքն վերադառնանք այս վիճակին։ Ну, բնականաբար դա հերատորաբանություն, հա, ոչ մեկ լուրջ դա չի անելու երբեք, հա։ Ով էլ անի, ինքը կընկնի, հա, այդ ազգային էլիտաների, որոնց մասին մենք խոսել ենք միջի առաջ, այդ օրը կընկնի, հա, որ մարդիկ դատարկ ամաններով դուրս են գալու փողոց։ Այսինքն տնտեսություն կառուցեցինք ըստ այս նոր մոդելի։ Եվ հանկարծակի առաջին երկիրը, հա, զարգացած երկիրը որոշում է, որ ինքը մեզից էլ չի գնելու մեր հումքը։ Ինչ ենք մենք անելու։ Դա ստեղծում է մի այնպիսի ռիսկեր, որոնք ոչ մի կառավարություն, ոչ մի փորձագետ, ոչ մի գիտնական, ոչ մի Նոբելյան մրցանակակիր չի կարող կանխատեսի, չի կարող կառավարի եւ այլն եւ այլն։ Անկառավարելի ռիսկերի առաջ ենք։ Կռախի առաջ կարող կանենք, հա։ Իսկ ինչու կարող այդպիսի վիճակ լինի։ Ինչու զարգացած երկիրը կարող է որոշում կայացնել եւ մեզից էլ չգնի հումք։ Դե կարծում եմ պատճառները տարբեր կանան լինեն։ Օրինակ, քաղաքական, աշխարհակաղակական, տնտեսական հումք, ճիշտ ասած, մեր մոդելում, հա, Վլադ ջան, ընդամենը երկու երկիր է, չէ՞։ Բայց մենք հասկանում ենք, չէ՞, որ իրականության մեջ երկրները ավելի շատ են։ Մանավանդ զարգացող երկրներ։ Օրինակ զարգացող ինչ-որ երրորդ երկիր, հա, նայում է այս իրավիճակին, ասում է էլիտան հիմնականում, հա, նայում ասում, ահա, այս երկիր երկուսը, հա, չուներ ավտոմեքենա, հա, ոչ արտադրում էր, ոչ բան, ոչ էլ արտադրում է, բայց հնարավորություն է ստացել ինչ-որ ձև, հա, որ իրանց մոտ արդեն կա։ Մենք էլ ենք ուզում։ Ինչ արե երկիր երկուսը դրա համար։ Հա, ինքը ուրեմն մասնագիտացել է ինչ-որ արտադրության վրա, որտեղ որ իր մոտ ստացվում ավելի լավ, հա, կան մնացած ամեն ինչը։ Եվ դրա հաշվին, հա, իրան թույլ է տալի արդեն ունենալ այն բանը, որ պարզապես չեք կարող ունենալ։ Եկեք մենք էլ անենք այդ ճանապարհը։
Մենք շարժվենք այդ ճանապարհով։ Հա, մենք էլ մենք մեր հումքը վաճառենք եւ դրա դիմացը ստանանք այն ինչ որ մենք չենք կարող արտադրել։ Ինչա լինելու այդ դեպքում, ինչա տեղի ունենալու համաշխարհային շուկայում։ Թե մրցակցություն որ այո, մրցակցություն շատ է։ հա։ Ինչպես, եթե տեղը զբաղված է, եթե տեղը զբաղված է, երկիր երկուսը կա։ Երրորդ երկիրը ո՞նց կարա մտնի այս ամեն ինչի մեջ։ Ավելի էժան գնով։ Այո, եթե երկրորդ երկիրը ընդամենը 4 անգամ է ցածր գնահատել ուրեմն իր աշխատուժը, երրորդ երկիրը կարող է ասի ես էլ 5 անգամ եմ ցածր գնահատել։ Իսկ 4-րդ երկիրը կարող է ասի ես էլ 6 անգամ, հա։ Այսինքն սա մրցակցություն, հա, զարգացող երկրների միջև, թե ով ավելի էժան կգնահատի իր աշխատուժը, որպեսզի կարողանա այս բարիքներից օգտվել։ Եվ մենք կարող ենք տեսնել, հա, ինչ են ասում մեզ համաշխարհային ֆինանսական կառույցները կամ փորձագետները եւ այլն եւ այլն։ Ասում են դե ձեր մոտ աշխատուժը թանկ է։ Կապիտալը գնում է այն տեղեր, որտեղ որ աշխատուժը էժան է, հա։ Դուք պետք է համակերպվեք դրա հետ, որ եթե ուզում եք եւ այլն, դուք պետք է ձեր աշխատուժը ավելի էժան լինի, հա, եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ խոսակցությունները, հա, ինք դատարկ, հա, հողի վրա չեն։ Իրանք ունեն հիմք բավականին ոնց կարելի է էժանացնել քո երկրում աշխատուժը։ Ու կարելի է, քանի որ մեր մոտ շուկայական հարաբերություններ է եւ աշխատավարձերը չեն սահմանվում, հա, ինչ-որ, չգիտեմ, մի հատ կենտրոնից, կա շատ ինֆլյացիայով, դա շատ նուրբ գործիք։ Քո արժույթի կուրսը, հա, փոխարժեքի իջեցնելու։ Մարդը նույն աշխատավարձի դիմաց գնողունակությունը իջնում։ Ինչի են մեր մոտ ասում, դրամ արժևորված է, դուք պետք է արժեզրկել։ Նույն խոսում էին 90-ական թվերից, հա, մինչև այս վերջերս։ Հիմա էլ խոսում։ Դրամը ուրեմն արժևորվել է, այո, մենք պետք է դրամը արժեզրկենք։ Եթե երկիրը հայտնվում է կրիզիսում, հա, հիմնականում առաջին խորհուրդը որ տալիս է Համաշխարհային բանկը կամ արժույթի միջազգային հիմնադրամը, դա արժեզրկեք ձեր արժույթը, որպեսզի ձեր մոտ էքսպորտը, հա, ուրեմն աճի։ Դա ոնց որ ոնց ասեմ, այդ խորհուրդը էլի ինքը ունի շատ կարճաժամկետ էֆեկտ։ Այսինքն դու իրականում ոչինչ չես շահում երկարաժամկետում, հա, որովհետև ինչ է նշանակում արժեզրկի քո արժույթը։ Դա նշանակում է, որ դու կարողանում ես վաճառել ապրանքը, հա, համաշխարհային շուկայում, բայց ինչի հաշվին, նրա հաշվին, որ դու ավելի ցածր ես վարձատրվում, քան նախկինում։ Այսինքն ընդհանուր ազգի, հա, եկամուտը ինքը դրանով չի բարձր։ Դա պարզապես մարքեթինգային դաժե կարելի ասել, տրյուկ է, հա, դեմպինգ է, էլի միտեղ, հա, շուկան գրավելու համար, հա, դու ես գալի ավելի էժան արտադրանքով, հա, բայց դա ժամանակ չես կարա դա երկարաժամկետում դու անընդհատ դեմպինգ անես, հա, որովհետև դրանով դու պարզապես սովի ես մատնում, հա, քո ներսում, հա, բնակչությանը։ Սկսում է մրցակցությունը, հա, ուրեմն զարգացող երկրների միջև, ամեն մեկը փորձում է իր փայը վաստակի, հա, համաշխարհային մրցում են թե ով ավելի աղքատ կլինի։ Այո, հա, իրականում, հա, ով ավելի աղքատ կլինի։ Այսօր դրա չեմպիոնը Չինաստանն է, հա, նու չեմպիոնը մի քանի ֆակտորով, մենակ աշխատուժով, բայց նաև աշխատուժով, որ դրանից էժան, հա, չի լինում։ Չնայած վերջերս բարձրացել է մի քիչ աշխատուժը, ուրեմն գինը, դրա համար են Ամերիկայում, հա, ինչի մասին են խոսում, հա, Տրամփի ծրագիրը ինչի մասին է։ Հետ բերել, հա, Չինաստանում եղած ամերիկյան արտադրությունները դեպի հետ Ամերիկա, հա։ Ինչով է դա պայմանավորված, դրանով որ աշխատուժը մի քիչ թանկացել է։ Մրցակցությունը, հա, ինչին է բերում, մեզ անընդհատ առաջարկում են, հա, Վլադ ջան, ասում են իջեցրեք ձեր եկամուտները, հա, աշխատավարձները, այսինքն գնահատեք ձեր աշխատանքը այլ ավելի էժան, հա, կուրսով եւ այլն եւ այլն։ Ինչքան դու շատ ես արժեզրկելու, հա, այդքան էֆեկտ ավելի լավ է, հա, ավելի դրական է։ Եթե շատ արժեզրկես, անգամ կոմոդ կարող կտորի արտադրություններ ավելանան։ Այսինքն եթե մենք այստեղ գնահատենք այնպես աշխատուժը, հա, ավելի էժան, ապա կստացվի որ մենք կտորով էլ կարանք փոխարինենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Եթե այլ ավելի էժանացնենք, ապա մենք կարող ենք գործարաններ մեր մոտ հայտնվեն, հա, որտեղ որ կարելի է սեփական արտադրություն ունենալ։ Որտեղից է այդ խոսակցությունը արտաքին ներդրումների մասին, ներդրումներ են պետք, մեզ ներդրումներ են պետք, ներդրումներ։ Դրանք դրա մասին են, բայց ներդրողը ինչ ասում։ Ասում է ես գալիս եմ, բայց ինձ պիտի պայմաններ տաք, հա։ Մենք ձեզ ազատում ենք հարկերից, հա։ Կարելի է աշխատավարձը իջեցնել, չէ՞, Վլադ ջան։ Կարելի է հարկերից, եթե ազատում ես, այսինքն բյուջե ավելի քիչ փող մտնելու, ու դրանով ասենք թոշակը չտան, հա։ Այսինքն այդ այսպես թե այնպես այդ ինչը որ արվում է մեր մոտ։ Եկեք, մենք ձեզ sense պայմաններ կտանք, այս պայմանները կտանք, սրանից կազատենք, նրանից կազատենք, այդ ազատելով, հա, դու կորցնում ես եկամուտները, ոնց ուզում ես վերցրու, հա։ Եթե դու վերցնես ընդհանրապես, չգիտեմ, ամեն ինչից այդ մարդուն ազատես, այո, կարող ենք ինչ-որ մեկ դնի, ինչ-որ մեկ գործան, բայց մեր օգուտը ո՞րն է։ Տես, ներդրումները գալիս են, արտադրությունները աճում են, ապրում ենք մենք ավելի վատ։ Էս է արդյունքը, այս մոդելի։
պետական ծրագրերի, չգիտեմ, ներդրումներ ապահովելու ծրագրերին, արտաքին ներդրումների արդյունք, հա, եւ առհասարակ բոլոր տնտեսական զարգացման մոդելները, հա, սկսած, հիշում ես, խոսում ենք Հարադոմարի մոդելը եւ այլն, այդ իրան մոդելների ամբողջ էությունը, հա, ներդրումները գնում է, արտադրությունները սկսում են, մարդիկ դա շուտ աշխուժություն անգամ հայ աճում բան եւ այլն, բայց մարդիկ ապրում են էլ ավելի վատ։ Սրա մասին ոչ մեկ չի խոսում։ Մենք քննարկեցինք քաղաքական հետևանքները, հիմա ասենք տնտեսական հետևանքները, այսինքն ինչ բալանսներ, դիսբալանսներ մենք ունենք, եթե հաշվարկենք ըստ այս մոդելի, հա, մեր մոտ ինչ է ստացվում, ինչ պատկեր ենք մենք ստանում այս փոխազդեցության ժամանակ։ Ուրեմն տես Վլադ ջան, նախ արևտրի ժամանակ կառուցվածքային փոփոխությունից հետո, եթե մենք հաշվարկենք, թե ինչ է տեղի ունենում երկիր 1-ում, հա, երկիր 2-ում, ապա ստացվում է հետևյալը։ Երկրորդ երկրում, հա, զարգացող երկրում, սպառման ծավալը, այսինքն ոչ մի բան տեղի չունեցել առանձնապես։ Փոխվել է արտադրության կառուցվածքը, ընդհանրապես։ Սպառման ծավալը չի փոխվել։ Իսկ զարգացած երկրում խնայվել է 35 միավոր մարդաժամ, այսինքն զարգացած երկիրը ունի գործազրկություն, այսինքն այսքան մարդաժամ, հա, ազատ է մնում։ Կա Դավիթ Ռիկարդոյի այսպես կոչված համեմատական առավելությունների մոդելը, որը մոդելավորում է, հա, համաշխարհային առևտուրը, որը շատ նման է այն ինչի մասին որ մենք խոսում ենք, բայց սկզբունքային տարբերություններ կան, հա։ Իրանք դիտարկում են, որ փոխազդեցության ժամանակ արդյունքում կարելի է խնայել աշխատաժամանակ եւ այդպիսով աշխատուժ եւ ինչ-որ, հա, դա լրացուցիչ որպես օգտագործել, հա, տվյալ դեպքում մենք տեսնում ենք, որ օգուտը քաղում է, հա, եթե խնայողություն կա, ապա օգուտը քաղում է միայն զարգացած երկիրը, հա, զարգացող երկրում ոչինչ չի փոխվում։ Եթե մենք փող մտցնենք, հա, մեր մոդելի մեջ, ու գիտենք, հա, փող ոնց ենք մտցնում, ամեն երկիր ունի իր արժույթը, հա, թող զարգացած երկիրը մեր մոտ լինի արտարժույթը լինի դոլար, հա, զարգացող երկիրը թող լինի դրամ, հա։ Որտեղից է առաջանում այսպես կոչված, հա, մենք բոլորս գիտենք, հա, արտարժույթի փոխարժեք։ Արտարժույթի փոխարժեքը պետք է սահմանվի այնպես, հա, որպեսզի պահպանվի այս հարաբերակցությունը։ Երբ որ մենք անցնում ենք փոխազդեցության, ապա մենք ասեցինք, չէ, մենք պետք է գնահատենք մեր աշխատուժը, հա, այնպես, որպեսզի առևտուրը կայանա։ Իսկ մեր օրինակում դա այնպես է, որ մեր մոտ աշխատաժամանակը արժի 4 անգամ ավելի էժան, քան զարգացած երկրում։ Եվ արտարժույթի փոխարժեքներ եւս պետք է սահմանվի այդպես, հա, որպեսզի արտացոլի այդ փաստը։ Հիմա եթե մենք գալիս ենք մեր օրինակը, հա, օրինակ, թող մեր մոտ փոխարժեքը հա մի դոլարը հավասար է 40 դրամի։ Ապա եթե մենք հաշվարկենք այն ամենը, ինչը որ մենք մինչև հիմա հաշվարկել ենք մարդուժով, հա, կստանանք հետևյալը, հա, երկի 2-ում ոչինչ չի փոխվում, հա, իր մոտ հումքը մի դոլար է, հա, կտորը 2 դոլար է, գործիքները 3 դոլար, ոնց որ եղել է այստեղ։ Եթե մենք հաշվարկում ենք կուրսով, ապա ստանում ենք, որ երկիր 2-ում, հա, նույն պատկերը մենք ունենք 40 դրամ, հա, եթե դրամով հաշվենք 100 դրամ, 200 դրամ, իսկ դոլարով կուրսով հա ստանում ենք հետևյալ պատկերը, հա, գները երկիր 2-ում։ Հիմա եթե մենք ունենք գները, մենք արդեն կարող ենք մոդելավորել ամբողջ առևտուրը։ Ինչ կարելի է անել, հա, տեսնելով, հա, այսպիսի պատկեր։ Հա, ինչպես է տեղի ունենում առևտուրը։ Մենք վերցնում ենք զարգացող երկրում, հա, մի 100 միավոր հումքը, հա, վաճառում ենք երկիր մեկին եւ ստանում ենք դրա դիմաց 100 դոլար։ Ճիշտ է։ 100 դոլարի մենք գնում ենք կտոր 50 միավոր եւ այդ 50 միավորը բերում ենք զարգացող երկիր եւ վաճառում ենք 2.5-ով։ Ստանում ենք կես, հա, 125, տես, սկսել ենք առևտուրը 100-ով, հա, իսկ ստանում ենք արդյունքում 125։ Այսինքն 25 դոլար բերեց մեզ այդ առևտրաշրջանառությունը։ Եվ ստեղ շատ կարևոր բան կա, հա, որ պետք է ուշադրություն դարձնենք։ Տեսեք, օգուտը ստացվում է ոչ թե հումքի վաճառքից։ Հումքի վաճառքը ոչ ոքի ոչ մի օգուտ չի բերում։ 100 դոլարով առնում ես, 1 դոլարով ծախում ես։ Ամբողջ շահույթը ստացվում է նրանից, որ երկիր մեկի արտադրանքը մեր մոտ ավելի թանկ է վաճառվում, քան երկիր մեկում արժե։ Որոշ ազգայնականներ պնդում են լրիվ հակառակը։ Իրանք ասում են, մենք ջրի գնով ենք տալիս մեր հումքը։ Մենք ջրի գնով դա չենք տալի, մենք տալիս ենք իր համարժեքով, ասած։
հա։ Ամբողջ օգուտը, որ ստանում են համար 1 երկրները, հա, զարգացած երկրները, դա այն օգուտն է, որ իրանց մոտի արտադրանքը ավելի թանկ են վաճառում, հա, մեր մոտ, իսկ ինչու ենք մենք դա հանդուրժում, որտեվ եթե մենք մեր ուժերով դա պատրաստենք, ինքը այլ ավելի թանկ է։ Այսինքն մենք ընդունում ենք, որ պայմանական iPhone-ը մեր վրա ծախում են $1000, իմանալով, որ իր ինքնարժեքը կարող է $200, չէ՞։ Այսինքն մենք այդ 800-ը տալիս ենք, որտեվ այլընտրանքը ի՞նչն է։ Այլընտրանքը դա չունենալն է, հա։ Կամ այլընտրանքը այն է, որ մենք մեր սեփական ուժերով դա պատրաստենք, հա, եւ դա կլինի ոչ թե $1000, այլ չգիտեմ, ինչքան կլինի։ Շատ ավելի շատ, հա։ Էսա, հա, եթե մենք սենց ամբողջը հաշվարկենք, հա, ամբողջ ցիկլը, հա, էսա։ Օրինակ, տես Վլադ ջան, եւս մեկ եզրահանգում է ամեն ինչից։ Ինչքան ավելի տեխնոլոգիապես ավելի զարգացած արտադրությունը, այդքան օգուտները ավելի շատ են։ Տես, եթե ես օրինակ բերեցի, հա, երբ որ մենք գնում ենք կտոր։ Արի օրինակ բերենք, երբ որ մենք գնում ենք գործիքների բիզնես ենք անում, հա։ Վերցնում ենք, հա, ըստեից օրինակ $30, հա, վերցնում ենք հումքը եւ վաճառում ենք զարգացած երկրում, հա, ստանում ենք $30։ $30-ի գնում ենք 10 միավոր գործիք եւ վաճառում ենք 50-ով։ Ճիշտ է, 5, անգամ 5, 50-ով։ $30 ներդրել ենք բիզնեսի մեջ, վաճառել ենք 50-ով, այստեղ արդեն էֆեկտը ավելի շատ է, չէ՞։ Եթե այնտեղ 25% ունենք շահութաբերություն, այստեղ ունենք արդեն 67% շահութաբերություն։ Եվ ինչքան ավելի նորարար է, հա, այդ ամեն ինչը, հա, այդքան առևտրի օգուտները էլ ավելի մեծ են։ Դրա համար ձեռ է տալի մեր երկրում բերել արտասահմանից ոչ թե ինչ-որ պրիմիտիվ բաներ, հա, այլ բերել բարձր տեխնոլոգիական արտադրություն։ Դրա համար են բոլոր խոսակցությունները մեր մոտ, որ եկեք, չգիտեմ, մտնենք Եվրոմիություն, որպեսզի մենք օգտվենք այդ տեխնոլոգիաներից, հա, այդ մարդիկ պարզապես էմպիրայներում են ման գալիս, հա, ասես մեզ անհասանելի, հա, մեր ուղեղներին, ես օրինակ չեմ հասկանում այդ մարդը ինչ է։ Կամ այդ մարդը վնասում է պարզապես մեզ, հա, այսինքն դրթելով մեզ անել մի քայլ, հա, որը ակնհայտորեն մեզ էլ ավելի վնաս է բերելու, քան մեր այսօր վիճակը։ Եթե մենք մտնենք, հա, փոխազդման մեջ մի երկրի հետ, որը ունի բարձր տեխնոլոգիա, ոչ մի երկիր, հա, այսի արևտրից չի հրաժարվել։ Ոչ մեկ, հա, սրանից չի հրաժարվել ու օգուտ ձեզ։ Մոռացեք, դες բան չի։ Էլի եմ ասում, թվերը պայմանական են, բայց տենդենսները, հա, որոնք ցույց են տալի արտացոլում են թվերը, իրանք իրական են, հա, այսինքն տենց էլ տեղի ունեն։ Եթե վերցնեք ռեալ օրինակ, դուք կհաշվարկեք եւ տեսեք, հա, ինչ է ստացվում։ Հիմա տես, եթե հաշվարկենք բալանսը, հա, արևտրի, ապա կստանանք հետեւյալ արդյունքը։ Երկիր երկուսում զարգացող երկու ոչինչ չի փոխվում։ Իրա մոտ արտադրության կառուցվածքն է փոխվում, հա։ Ու բնականաբար մեր մոդելում չկա, բայց կարելի է թվերը ու ապրակատեսականից նկարագրել, որ ստե հայտնում են այլ արտադրանքներ, որոնք դրանից առաջ չեն։ Բայց երկիր մեկում, ոնց որ մենք ասացինք, հա, ազատվում է աշխատուժը եւ ստեղծվում է դիսբալանս։ Արտաքին առևտրում բերում է նրան, որ երկիր երկուսը հավաքում է իր մոտ պրոֆիցիտային բյուջե, այսինքն ինքը ավելի շատ արտահանում կամ ներմուծում է դոլարով, հա, իսկ երկիր մեկում ստեղծվում է դիսբալանս։ Դա մենք նորից, հա, իրականության մեջ կարող ենք տեսնել, ինչ դեֆիցիտ ունեն եվրոպական ու երկրները ու Միացյալ Նահանգները, օրինակ Չինաստանի հետ։ Չինաստանը ունի ահռելի պրոֆիցիտ, հա, արևտրից գոյացող, իսկ զարգացած երկրները ունեն դեֆիցիտ արևտրի, հա, ավելի շատ են ներմուծում, քան արտահանում։ Սա հենց դրա հետևանքն է։ Հիմա կասեմ, ինչ ասվում, հա, հիմնականում, ինչ խորհուրդ։ Այս դիսբալանսը ինքը պերմանենտ է, այսինքն դրանից դու չես կարող հրաժարվես, չես կարող այդ հարցը լուծես։ Չնայած որոշ մարդիկ պնդում են հետևյալը, ասում են, դե եթե արևտրում ստացվում է դիսբալանս, հա, Չինաստանում պրոֆիցիտ է, Եվրոպայում դեֆիցիտ է, եկեք ուրեմն յուանի արժևորենք, հա։ Իսկ ինչ է նշանակում արժևորում յուանի երժ։ Չինաստանը ավելի քիչ կարտահանի, մենք ավելի շատ կարտահանենք, հա։ Ինքը ավելի շատ կներմուծի, մենք ավելի քիչ, հա, եւ դրանով դիսբալանսը կփակվի։ Տես, աբսուրդը ինչու՞մն է կայանում։ Զարգացող երկիրը մեր մոդելում, հա, պայմանական Չինաստան, ինքը չի կարող արժևորի իր արժույթը։ Ինչու՞։ Որովհետեւ դրա հետևանքով այս համամասնությունը ինքը խախտվի։ Հա։ Տես, Վլադ ջան, այս գործարքը, հա, երբ որ դու հումքը վաճառում ես զարգացած երկրի, երբ որ մեր ազգայնականները ասում են, որ դա մեզ թալանում է, իրականում այս գործարքի միակ իմաստը գիտես որն է, որպեսզի երկիր երկուսում հայտնվեն դոլարներ, հայտնվի արտարժույթ, որպեսզի ինքը հետո կարողանա այսա առնի։ Եթե դու դիսբալանսը, այս դիսբալանսը, եթե դու խախտես, հա, ապա արևտուրը օգուտ չի բերելու ոչ մեկին, հա, որովհետև այս գործարքը ինքը ոչ մեկին օգուտ չի բերում։
Չի կարա զարգացող երկիր արժույթը արժևորի։ Դա արեց Ճապոնիան, հա, Ճապոնիան, որտեղ այն ժամանակ հանդիսանում էր զարգացող երկիր համեմատած Միացյալ Նահանգներին։ Եւ գրավում էր շուկան, գրավում մինչեւ 70-ական թվերը, երբ որ Պլազայի, հա, այդ համաձայնության եկան, հա, երբ որ 7-նյակը հավաքվեց եւ որոշեցին, որ Ճապոնիան պետք է արժևորի յենը։ Ճապոնիան արժևորեց յենը, ինչ ստացվավ։ Հա, 3 տասնյակ տարի, հա, այսպես կոչված կորած տարիներ են կոչվում Ճապոնիայում, հա։ Ինքը մտավ դեպրեսիայի մեջ 90-ական թվին մի հատ ուժեղ ճգնաժամ աշաշգույքի շուկայում ու ֆոնդային բորսայում բլեց տնտեսությունը։ Ու միջև այսօր ինքը դուրս չի գալիս, հա, այն մակարդակից, հա, չի բարձրանում, միջև այսօր 90 թվի, հա, իր մակարդակից չի բարձրանում։ Տնտեսության մեջ անգամ դրա անուն կա դրան, հա, ասում են միջին եկամտի թակարդը։ Այսինքն ընկել է ինչ-որ մի մակարդակի մեջ, հասել է ինչ-որ մակարդակի, որից ինքը էլ չի կարող բարձրանալ։ Ճապոնիայում պարզապես դա մոտավորապես ԱՄՆ-ի հնայի, մեկ շնչի հասնող հնայի մոտավորապես 80%։ Ինքը կանգնեց դրա։ Մոտավորապես Գերմանիան եւ այլն եւ այլն։ Եվ աճի տեղ չկա։ Հարավային Կորեան եկավ, հա, զարգացավ, հասավ մի հատ վիճակի, հա, որը կազմում մոտավորապես, եթե չեմ սխալվում, 50%։ Չինաստանը հիմա եկավ իմ կանխատեսումով, հա, ինքն էլ ընկավ այդ թակարդի մեջ, մոտավորապես, չգիտեմ, 20% է եւ այլն եւ այլն։ Ну, բնականաբար, այստեղ ով առաջինն էր, ինքը ավելի շատ հնարավորություն ունի, հա։ Մյուսները ինքը, գիտես, տնտեսությունը կառուցված է, հա, գլոբալ տնտեսությունը ինքը բուրգի ձևով է կառուցված, հա։ Եթե ավելի պատկերավոր լինի, ասեմ, այն բան կա, այն Oriflame բանը, սիտիվոյ մարքեթինգ կա, այն որ ամենաշատ օգուտը ստանում են մարդը որ բուրգի վերևում է, հա, մնացածները արդեն ավելի քիչ։ Այդ կապված դու բուրգի որ հատվածում ես գտնվում, հա, այդից կախված է քո ուրեմն վիճակը, հա, քո կենսամակարդակը։ Միջին եկամտի թակարդը ինքը միշտ աշխատում, այսինքն դու հիշում ես մի հաղորդման ժամանակ մենք խոսում ենք, հա, վարձու աշխատողը չի կարելի ավելի հարուստ, հա, քան իր գործատու, հա, դա աբսուրդ է, հա, դա հակասում է բոլոր օրենքներին, հա, տնտեսական օրենքներին, բիզնես օրենքներին։ Այ մոտավորապես թե եթե դու կախված ես ամերիկյան շուկայից, հա, ամենամեծ շուկայից աշխարհի, ապա բնականաբար լճացում այդ շուկայի բերում է նրան, որ կոմոդ լճանալ քո արտադրությունը։ Անկախ դրանից ինչքան ուզում ես 10 անգամ եղի Ճապոն։ Հասկացանք, որ արժույթի արժևորումը ոչինչ չի տալու, հա, այսինքն սարևտուր պարզապես տեղի չի։ Այսինքն այս դիսբալանսը, հա, ինքը պերմանենտ դիսբալանս է, որը գոյություն ունի եւ մնալու է մեզ որպես ժառանգություն, հա, աշխարհում։ Եվ ոչինչ չեն կարող անենք մենք դրա հետ։ 35 միլիոն մարդաժամ գործազրկություն, հա, զարգացած երկրներում եւ ունենք 35 միլիոն դոլարի գլոբալ արևտրուի դիսբալանս։ Իսկ հարց, այդ 35 միլիոն դոլարը ով է ստացել։ Ում գրպանը գնաց այդ 35 միլիոն դոլարը։ Ну, հավանաբար դա գնաց այն ինչ-որ երրորդ կողմին, հա։ Այսինքն մի կողմ, որը այս երկրներից բացի, հա, նաև կազմակերպեց, հա, այս մարդկանց փոխազդեցությունը։ Այդ սուբյեկտը կարա լինի երկիր մեկից, այդ սուբյեկտը կարա լինի երկիր երկուսից, հա, այդ սուբյեկտը կարա լինի ինչ-որ այլ ընդհանրապես երրորդ կողմ, օրինակ մեզ շատ հայտնի այսպես կոչված օֆշորները, հա, Սինգապուրները, Հոնկոնգները, Շվեյցարիաները եւ այլն եւ այլն, հա, իրանք են ստանում, հա, այդ օգուտները, այս ամեն ինչը կազմակերպելու համար։ Այսօր ես որոշել էի մենք խոսենք հունկարենտային փոխազդեցության մասին, մյուս անգամ կխոսենք այսպես կոչված ներդրումային փոխազդեցության մասին, որտեղ շատ ենք խոսում, հա, Չինաստան, բայց Չինաստանը ավելի շատ ինքը մնում է այդ մոդելի տակ, եւ մենք կտեսնենք, հա, տարբերությունները։ Ներդրումային փոխազդեցություն։ Այո, ներդրումային փոխազդեցությունը, ինչը որ մեր մոտ չի ստացվում, մենք հիմնականում աշխատում ենք հունկային, այդ էլ հետո խոսանք, հա, մեր մոտ ներդրումայինը չի ստացվում, ինչու կասեմ։ Հա, ուրեմն մյուս թողարկուն նույնպես բավական հետաքրքիր։ Այո։ Կխոսենք այս կոչված կլաստերային փոխազդման մոդել, որը եւս քննարկվում է որոշ շրջանակներում, ելի օրինակների վրա կդիտարկենք, կխոսենք այսպես կոչված ռեսուրսների անեծքի մասին, որով տառապում են այսպես կոչված նավթային, հա, հիմնականում, հա, Ռուսաստանը, արաբական աշխարհը եւ այլն, ինչու իրանց մոտ չի ստացվում, իրանք չեն կարող զարգանալ ներդրումային մոդելով եւ որն է իրաց ճանապարհը։ Այստեղ ուղղակի մի բան բաց մնաց, մենք մոդելը կոչեցինք հունկարենտային, իրականում մենք նկարագրեցինք ավելի շատ հումքային հենց մոդելը, որովհետեւ այստեղ ռենտայի
բաղկացուցիչ չկա։ Ինչու, որովհետև երբ մենք ենթադրում ենք, չէ՞, տես, երբ որ մենք ասեցինք, որ առաջի երկրում ամեն ինչ ավելի էժան է, քան երկրորդ երկրում, մենք ընդունում ենք, որ առաջի երկիրը ունի այն ամեն ինչը, ինչ ունի երկրորդ երկիրը։ Բնականաբար իրականության մեջ տենց չի, հա, օրինակ պայմանական Գերմանիան չունի նավթ, հա, որը որ ունի օրինակ արաբական աշխարհը, հա, եւ ստեղ արդեն մի քիչ այլ ձև պետք է այդ ամեն ինչը նկարագրել, պարզապես արդյունքը նույնն է լինելու։ Դրա համար ստե էական չի, հումքային թե հումքա ռենտային։ Ռենտային մասը հենց այդ բանն է, որ երկիրը ունի ռեսուրս, որը չունի առաջի երկիրը։ Բայց դա մեր տրամաբանության մեջ ոչինչ չի փոխում, հա։ Այդ ռենտայի պարզապես գործոնը մենք դա հաշվի կառնենք, երբ որ խոսանք ներդրումային մոդելի մասին եւ կտեսնենք թե ռենտան ինչ կապ ունի, ստեղ եւ ինչով է դա խանգարում որոշ երկրներին անցնել ներդրումային մոդելի, նաեւ մեզ, որովհետեւ մենք էլ ինչքան էլ դա տարօրինակ չհնչի, մենք էլ ենք ստանում ռենտա։ Հա, որոշ չափի մենք ունենք ռենտային եկամուտ հումքից, բայց մեր ռենտան մի քիչ սպეციფიկ ռենտա է, հա, դրա մասին կխոսենք։ Մոտեցանք այն վերջին հատվածին, հա, մեր հաղորդման ըստ ավանդույթի, ինչ գիրք կառաջարկես այսօր։ Ես շարունակեմ մեր հետևորդներին։ Պատմություն, հա, տնտեսական պատմություն։ Եթե անցած անգամ մեր մոտ եղել է Ալենը, իր տնտեսական արդյունաբերական հեղափոխության մասին, սա ուրեմն եւս մի գիրք, իրականում ինքը երկու հատորից է, ժամանակակից Եվրոպայի Քեմբրիջյան տնտեսական պատմությունը, երկու հատորով, ուրեմն 1700-ից մինչև 1870, հա, եւ 1870-ից մինչև այսօր։ Սա ինչ է խոսում Քեմբրիջյան, սա Քեմբրիջի ուրեմն մասնագետներն են աշխատել դրա վրա, հա, Քեմբրիջի համալսարանի, իրանք են թողարկել, այնտեղ հեղինակների կոլեկտիվ է, մի հեղինակ չի, ինքը կա ռուսերեն լեզվով, շատ է տարբերվում նրանից, թե ինչպես են մեզ նկարագրում, թե ինչպես է զարգացել արևմտյան աշխարհը տնտեսապես, այլընտրանքային հայացքա միշտ ես կարծում եմ պետք է այլընտրանքը ուսումնասիրել եւ սա հոյակապ տարբերակ է տնտեսական պատմությունը ուսումնասիրելու համար։ Հա, մենակ Եվրոպայի։ Սա modern Europe, հա, ժամանակակից Եվրոպայի, հա, ու դա սկսում է 1700, դա մոտավորապես արդյունաբերական հեղափոխության սկիզբն է։ Այսինքն ինչպես է տեղի ունեցել հեղափոխությունը արդյունաբերական, հա, առաջի հատորը, իսկ երկրորդը ինչ շարունակություն է տանում, ինչ ստացել։ Շատ լավ է, շատ հետաքրքիր։ գրքեր են։ Գրքերի հետ կապված մի բան ասեմ, այն օրը միտեղ կարդացի, այնպես հումորային ուրեմն դրվագ էր, հատված էր, ասում է չկարդացված գրքերը սովորություն ունեն, հա, հրեշխնդիր լինելու։ Մասնավորապես դա վերաբերում է բենզապիլայի ինստրուկցիային։ Ես կավելեի էլ այդ ասացվածքին, կասեի տնտեսագիտության գրքերն էլ ուրեմն սովորություն ունեն հրեշխնդիր լուծելուց ու ես կարծում եմ, հա, որ այն վիճակում որ մենք այսօր հայտնվում ենք, մենք նկատի ունեմ զարգացող, հա, երկրները։ Այդ մեզնից այդ գրքերը, որոնք մենք չենք կարդացել, հա, վրեժ են լուծում մեզանից, հա։ Դրա համար բոլորին այս գրքերը հենց այնպես չենք օթից վերցնում ինչ-որ մի հատ գիր։ Գիտեմ, որ հաղորդման վերջով Վլադը ինձ հարցնելու գիր, եւ ես ամբողջ շաբաթ մտածում եմ լուրջ, թե ինչ գիրք առաջարկեմ, որովհետեւ տեսեք գրականությունը, հա, տնտեսության մասին, պատմության մասին եւ այլն, ահռելի շատ է։ Վլադ ջան, այսօր ինֆորմացիան շատ է։ Խնդիրը դարձել է հետեւյալը, ինչպես ընտրություն կատարել։ Այո, ինչպես մարդը, ով որ ուզում է ծանոթանալ, ուզում է հասկանա, հա, ինչպես կողմնորոշվի այդ ամբողջ այդ զանգվածի մեջ, հա, ինչ իրան կողքի։ Այն ժամանակը, որը պայմանական դիտորդը մեր հաղորդման պետքա ծախսի գիրք ընտրելու վրա, այդ ժամանակին արդեն կծախսի առաջարկած գիրքը կարդալու վրա ու կշահի, մի խոսքով ժամանակ կշահի, որովհետև արդեն գիրքը մենք առաջարկում ենք, կարելի է միանգամից անցնել ընթերցելուն։ Լավ, շնորհակալություն հետաքրքիր հերթական հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ կապիտալ պլյուսներ։